գումարի չափով 5 միլիոն 300 հազար, 2 վարկա ձևակերպել։ Իսկ ինչ ակնկալիքներ ունեք։ Ակնկալիքներս հետևյալն են, չեղարկել վարկերը, որովհետև դրանք ապօրինաբար ստեղծված վարկեր են, զեղծարարության զոհ ենք դարձել, որի մեղավորության բաժինը ունի նաև բանկը, այդ մասին իր խոսքում ասել է նաև դատախազը գլխավոր, այդ մասին ասել է ի ուրախություն ինձ միշտ Սամվել Մարտիրոսյանը շեշտադրում էր, որ դա մեդիա անգրագիտության պատճառ է, որ հաճախորդը կամ քաղաքացին ընկնում է նման իրավիճակում, բայց այս վերջի իր զրույց էր, թե ինչ-որ հարցազրույց էր, շատ փոքրիկ այդ հարցազրույցի ժամանակ ուրախ եմ, որ ինքը շեշտեց, որ այո, բանկերը պետք է ուժեղացնեն իրենց ոչ թե հսկողություն, այլ պաշտպանողական իրենց այդ համակարգը, որովհետև 21 թվականից այս կողմ այդ զեղծարարությունները կատարվում են, նույնա բնույթ, նույնա ձև եւ ոչ մի փոփոխություն բանկը իր կողմից չի արել։ Դա նշանակում է, որ չեմ ուզում հավատալ դրան, բայց այդպես է դուրս գալիս, որ բանկը ունի իր շահագրգռվածությունը, եթե ոչինչ չի փոխում իր գործելավոճում։ Իսկ այդ զեղծարարությունները շարունակվում են դեռ մինչ օրս։ Իմ պատմությունը շատ եմ ներկայացրել, ներկայացել են որպես բանկի աշխատակից եւ ինձ ասել են, որ 600,000 վարկի հայտ է ներկայացվել, արդյոք դա ես եմ թե ոչ, ես ասել եմ իհարկե ես չեմ, ասել են չեղարկենք, ասել եմ այո չեղարկեք եւ իրենք ինձ հավաստիացրել են, որ չեղարկման process-ն է իրականացվում, ինձ նույնիսկ link են ուղարկել, որ այնտեղ մեծ գրված է մեծ տառերով, որ ես իմ ուշադրությունը դրա վրա սևեռվի, որ վարկի 600,000 հայտ վարկի չեղարկված է եւ ես այսպես ընկել եմ խնդրի մեջ, բայց ես կարծում եմ, որ երբ որ այլ սարքից մուտք գործեցին իմ համակարգ, հենց այդ նույն վարկյանին պետքա իմ համակարգը արգելափակվեր, որը պետք է իրականացներ բանկը, ինձ հետ զանգեր, համաձայնացներ, արդյոք ես եմ դա թե ոչ եւ նոր վարկ տրամադրեին, ոչ թե երբ որ այլ սարքից մուտք է կատարվել, իրենք ինձ իհարկե SMS են ուղարկել, որ այլ սարքից մուտք է կատարվել, բայց ոչ մի բլոկավորում չի եղել, որը զեղծարարությունը կանխելու մի միջոց է եւ հաջորդիվ եկել է ինձ անգլերեն լեզվով, ոչ թե անգլիատար, հայերեն լեզվով, հայերեն գրված, այլ անգլերեն լեզվով, որ սա այս կոդեր են եկել, որը չի ասվում, այս կոդը, ինչ կոդ է, վարկի հաստատման կոդ է, վարկի չեղարկման կոդ է, այսինքն իրենք փոքրիկ սողանցքներ են թողնում զեղծարարին լայն հնարավորություն տալու այդ զեղծարարությունը կատարելու։ Եթե այդ կոդերը գան հայերեն լեզվով, որ սա վարկի հաստատման կոդ է եւ կամ վարկի չեղարկման կոդ է, վստահաբար կարող եմ ասել, այս զեղծարարությունների 90%-ը գոնե կկանխվի։ Իսկ դա միջոց է, պետք է միջոցներ ձեռք առնեն։ Այսպես չի կարելի նստել եւ միայն մեղադրել քաղաքացուն, որ քաղաքացին տալիս է կոդեր։ Չի կարելի։ Ասում են տալիս են բոլոր իրենց անձնական տվյալները։ Նման բան չկա։ Ես անձնական տվյալ հասկանում եմ իմ անձնագրի սերիա, անձնագրային տվյալներ, ես ոչ մի անձնագրային տվյալներ չեմ տվել։ Խնդրում եմ իրենց այստեղ էլ են այդ կոդերը իրենք անձնագրային տվյալների հետ են նույնականացնում, բայց դա այդպես չի, այսինքն իրենք էլի տեղ են թողնում զեղծարարին լայն հնարավորություն են տալիս իր զեղծարարությունը կատարելու համար։ Եվ ոչ մի բան չեն անում։ Հունվարի 15-ին է տեղի ունեցել։ Հիմա էլ խոստացել են վարկերը սառեցնել, որը շատ փաստաբանների հետ ենք խոսել, սառեցում, գաղափար, հասկացողություն, գոյություն չունի, ինչ է նշանակում սառեցնել, կամ չեղարկվում է, կամ կասեցվում է։ Հիմա մեր պահանջն է չեղարկել, որովհետև դա մենք չենք վերցրել, փաստացի ես ոչ մի վարկ չեմ վերցրել, եւ եթե ես կհասկանայի ինչ որտեղ, եթե օրինակ ասեին վարկերը կասեցվում են, մինչև հասկանանք, քննչական կոմիտեն հասկանա, դուք մեղավորություն ունեք, այսինքն դուք համագործակցել եք զեղծարարի հետ։ Եթե ես չեմ համագործակցել եւ ես իսկապես անտեղյակ եմ այս վարկերից, ինչի համար պետք է ես տանեմ 5 միլիոն 300,000 եւ պլյուս 20% տոկոսավճարով վճարեմ այս վարկը։ Ես այստեղ չեմ տեսնում միտք։ Ոչ, վճարումներ չեմ կատարել, իհարկե գումար եղել է, որ պատահաբար փոխանցել են ինձ, այդ գումարը վարկի վճարում է գնացել բանկի կողմից անմիջապես, բայց ես ինքս վճարում չեմ կատարել եւ ես այստեղ հորդորում եմ, խնդրում եմ, պահանջում եմ բանկերին ավելի խոհեմ լինել եւ այս վարկերը չեղարկել եւ ոչ թե սառեցնել, այսինքն սառեցնում են ընդհանուր այս ակցիաները
ստացվում է իրենք սառեցնում են, մինչև 3 տարի հետո իրենք էլ գիտեն, որ հստակ չի հայտնաբերվելու, հստակ գիտեն, որ իրենք են ասել եւ քնչականն ասել, հիմնական մեծ 80-90% չի հայտնաբերվում, այսինքն սառեցնում են, որ հետո չհայտնաբերվի, նորից քաղաքացուն ասեն, դե գիտեք, վճարում եք, այսինքն հիմա իրանք էլ մի հատ էլ համաձայնագիր են, այսինքն պայմանագիր է, որի անունը դրել են համաձայնագիր եւ ներկայացնում են համաձայնագիր, որ մենք համաձայն ենք այս վարկային պայմանագիրը դեռ չեն ներկայացրել, բայց ընդհանուր տեսել ենք տեքստը, սառեցվում է, որ հետո ասեն քաղաքացի ջան, գիտեք, չենք գտել զեղծարարին, որը իրենք հստակ գիտեն, որ զեղծարարն է արել, իրեն չեն գտել, դե դու պիտի վճարես։ Հələ լավություն ենք անում, որ 12%-ով եք վճարում եւ ոչ թե 20 չեղարկելու փոխարեն։ Եվ ասեմ նաեւ մի բան, երբ որ մենք հանդիպեցինք կենտրոնական բանկի վարչության պետերի, չգիտեմ ինչ ղեկավարների հետ, իրենք մեզ ասեցին, որ մտքից թելը կտրվեց, իրենք մեզ ասեցին, որ հա, մենք երբ որ ասում ենք, որ այս զեղծարարությունները շատացել են 21 թվականից սկսած, իրենք մեզ ասեցին, ոչ, այդպես չի, այո, մի փոքր շատացել են, բայց դեմքի այնպիսի արտահայտությամբ, դե 0.1% դա այդքան էլ մեծ թիվ չի, շատ լավ, մեծ թիվ չի, ուրեմն խնդրում ենք այս ոչ մեծ թվով մարդկանց հարցերը լուծել օգուտ քաղաքացու եւ ոչ թե օգուտ բանկերի։ Եթե բանկերը ամեն տարվա վերջում հայտարարում են, որ իրենք ունեն բավականին լուրջ օգուտներ, այդ օգուտների թող լինի 10%-ը այս տուժված քաղաքացիներից զեղծարարների օգնությամբ վերցված վարկերի օգուտներն են, ճիշտ է։ Դե ուրեմն թող իրենք էլ հրաժարվեն այդ օգուտներից, օգուտ քաղաքացու։ Հեյմինե Բուրնուսիզյան